դες պատմել իմ անցած ճանապարհի մասին եւ ինչպես ընտրեցի մատնահարդարում։ Դեռ փոքր հասակից շատ եմ սիրել իմ եղունգները հարդարել։ Մորաքրոջս խանութից բերում էի ծիպսաներ ֆրանսիական դիզայնով ու փակցնում էի գլեյով եղունգներիս ու այդպես հաճախակի փոփոխում էի իմ մատնահարդարումը։ Հիշում եմ, որ երբ մի ձեռքս փակցնում եմ, մյուսը չէի կարողանում լավ փակցնել, այս մյուս ձեռքիս ծիպսաները արդեն փոկվում էին ու շատ էի տանջվում։ Երբ դպրոցը ավարտեցի, ողներս ինձ ուղարկեցին բազային դասընթացի։ Այն ժամանակ շատ հայտնի Լուսինկա դասընթացի կենտրոն կար։ Հետո սեպտեմբերին ես ընդունվեցի բանկային գործով քոլեջ, 3 տարի հետո ավարտելուց հետո, ու այդ ընթացքում ես ընդհանրապես չեմ զբաղվել, ես իմ եղունգները ինքս եմ հարդարել ու հաճախորդների մասին անգամ չեմ մտածել։ Ու հետո երբ ավարտեցի քոլեջը, որոշեցինք, որ ես գնամ Ռուսաստան եւ անցնեմ այդտեղ վերապատրաստում ու սկսեմ զբաղվել մատնահարդարմամբ։ Եղբորս կինո ունի գեղեցկության սրահ եւ իր մոտ էլ հենց մեկնեցի վերապատրաստվելու։ Ինքը նույնպես դասավանդում էր, մատուցում էր ծառայություններ եւ համարվում էր թող մասնագետ։ 20 օրով մեկնեցինք Ռուսաստան։ Օգոստոսի վերջում ընդունվեցի բժշկական քոլեջ, էսթետիկ կոսմետոլոգիա բաժին։ Ես որոշեցի, որ ուզում եմ տանը աշխատել, ստեղծեցինք իմ սենյակում փոքրիկ անկյուն ու ես սկսեցի իմ ընկերուհիներին հրավիրել մեր տուն ու իրենց կատարել մատնահարդար, արդեն սկսել աշխատել։ Տանը աշխատելուց հետո ես որոշեցի ցել իմ փոքրիկ ստուդիան, գտա բիզնես կենտրոն, որտեղ վարձակալեցի 18.5 քառակուսի մետր էր։ Պատահական որոշում եմ, որ ցանկանում եմ փակել։ Ասում են, չէ, որ բիզնեսը 6 ամիս հետո է սկսում աշխատել։ Իպա ես տվեցի էմոցիաներին եւ որոշեցի, որ ուզում եմ փակել ստուդիան։ Իրականում այն միտքը, որ ես պետք է նորից հետ գնայի տուն, արդեն տեղ չկար, նաև ունեինք ֆիզիկ։ Ինքն էլ նաև դարձավ այն պատճառը, որ ես արդեն առանձնանամ տանից։ Իմ եղունգները պատրաստ են։ Այսօր այսքանը, հուսով եմ դուր եկավ ձեզ այսօրվա իմ վլոգի թեման։